Եվ ընդհանրապես մենք րոպեներ առաջ խոսում ենք գյուղերի, գյուղաքաղաքների կարևորության մասին։ Իհարկե արդեն իսկ կարևոր է, որ մենք ունենք գյուղաքաղաքներ, բայց այս ամենը կրկնապատկվում էր կարևորությամբ եւ գյուղերում ու գյուղաքաղաքներում նախաձեռնությունները լինում են տարբեր ոլորտերով եւ շատ ակտիվ։ Ու դրանցից մեկի շուրջ այսօր անդրադարձ մեր հյուրերի հետ։ Արդեն 3 տարի է արև է ելել համայնքահեն կրթամշակութային ծրագիրը, նոր շունչ է հաղորդում Խաչիկի մշակութային կյանքին, բերելով արվեստի կրթության նոր հնարավորություններ տեղացիների համար։ Շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, որոնց հետ կքննարկենք այս թեման եւ այսպես Կորյուն Դավթյան, կայտ մշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն, բարի լույս Կորյուն, եւ արև է ելել կրթամշակութային ծրագրի մշակութային կառավարիչ Շուշաննա Հայրապետյան, բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ սիրով։ Եւ առաջարկում եմ զրույցը սկսենք հենց խոսելով հիմնադրամի մասին նախ եւ առաջ, դեռ կհասնենք ծրագրի մասնավորապես անդրադառնալ, բայց հետաքրքիր է երբ է հիմնադրվել, երբ է ստեղծվել հիմնադրամը եւ ինչ գործունեություն է ծավալում այս տարիների ընթացքում։ Ստեղծվել է 2014 թվականին, նպատակ ունենալով հայկական մշակույթի ոլորտում կրթական, արտադրական եւ ներկայացուցչական գործունեություն ծավալել, ու տարիների ընթացքում դարձել ենք միջոլորտային, միջմասնագիտական հանգույց, որտեղ ներգրաված են թե ճարտարապետներ, թե նկարիչներ, թե արտիստներ, երգիչներ, կատարողներ, ու տարվա ընթացքում ունենում ենք շուրջ 300 ուսանող, որոնք որ զբաղվում են արվեստի տարբեր ճյուղերով, սիրողական, ճանաչողական մակարդակում, եւ ունենք բենդեր, գործող կայտ նվագախումբը, թակպար բենդը, ավանդական երգիպարի խումբ ունենք, թողարկում ենք գրքեր եւ ժամանցային եւ հետազոտական գիտահանրամատչելի եւ նպատակ ունենք, որ հայկական մշակույթի կենսապտույտը ապահովենք պահպանումից մինչեւ զարգացում բոլոր փուլերով։ Եվս մեկ հանգույց, որը խթանում է մշակութային կյանքի ակտիվությանն ու զարգացմանը հատկապես ոչ միայն Երևանում, այլ նաեւ մարզերում, գյուղերում շատ ուրախ ենք մենք այս ամենի համար եւ գնանք սկիզբ ու հասկանանք արդեն ձեր երկուսի համագործակցությունը ինչպես ծնվեց, այս դեպքում նկատի ունեմ արևը ելել կրթամշակութային ծրագիրը եւ կայտ մշակութային հանգույցի համագործակցությունը։ Խնդրեմ, սկսենք։ Տարիներ ի վեր Հայաստանի բոլոր մարզերում ըստ երևույթին իրականացել ենք կրթամշակութային ծրագրեր ամառային դպրոցների տեսքով, աշխատարանների տեսքով, համերգային ծրագրերով բազմաբնույթ գործունեություն էինք իրականացնում։ 2021 թվականին մի փոքր հետազոտություն արեցինք հասկանալու համար մշակույթի ու արվեստի կրթության հասանելիության խնդիրները համայնքներում, որպեսզի մի քիչ թվային արտահայտությամբ տեսնենք, եւ մոտ 70%-ում համայնքների բացակայում է ակտիվությունը ըստ երևույթին առհասարակ, այսինքն հնարավորություններ չկան, խմբակներ չկան, միջոցառումներ, մշակութային իրադարձություններ գրեթե տեղի չեն ունենում, եւ որոշեցինք պրոդուկտ ստեղծել արև է ելել անունով, որը կարողությունների զարգացում կբերեր համայնքին, եւ մենք որոշակի ժամանակ աշխատելուց հետո տեղում տեղացիներից կազմված թիմ կունենայինք, որը կկարողանար այդ բովանդակությունն ու գործունեությունը շարունակել արդեն առանց մեր մասնակցության, եւ այդտեղ շատ հրաշալի հանդիպում եղավ Շուշանի եւ տեղում աշխատող մյուս թիմակիցների հետ, մենք մոտ 6 ամիս աշխատելով իրենց նախաձեռնությամբ հնարավորություն տվեցինք մարդկանց վերապատրաստվել մասնագիտանալ կառավարման կամ տարբեր կավագործության, ձեռագործության, երգի ոլորտում եւ հիմա 3-րդ տարին է ու փոխանցելու ենք արդեն ամբողջական կառավարումը համայնքին, համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սա համատեղ նախագիծ էր։ Շուշաննա, դուք մշակութային կառավարիչն եք նախագծի, կարծում եմ հենց ճիշտ կլինի, որ դուք էլ մեզ ներկայացնեք առհասարակ ինչպես է անցնում նախագիծը, ինչպես է կառավարում այս նախագիծը եւ ինչ ձեռքբերումներ կան այս տարիների ընթացքում։ Նոյեմբերի 2-ին 2022 թվականին ծնունդ առավ արև է ելել ծրագիրը եւ մինչեւ օրս գործում է Խաչիկ գյուղում։ Կառավարել, չեմ ուզում այդպես կառավարել ասել, բայց գյուղացիների անցկացնել շատ հանգիստ է մեր մթնոլորտը, միջավայրը, քանի որ ամբողջը մեր գյուղում է իրականանում եւ տեղացիների հետ է ամբողջ աշխատանքը։ Ունենք ձեռագործության մասնակետ արդեն եւ կավագործության մասնակետ, նրանք էլ իրենց հերթին աշխատում են, կարողանում են իրենց ստացած գիտելիքները փոխանցել մեր եկող սերնդին ու զարգացնել մեր եկող սերնդի մշակութային կյանքը էլի։ Երբ
Սովորում էինք թատերական ինստիտուտում, մեր վարպետներից մեկը ասում էր, եթե կուրսում ենք ունենք 30 ուսանող, պարտադիր չէ, որ 30-ից 30-ն էլ լինեն տաղանդավոր դերասաններ, եթե 3-ն էլ լինեն տաղանդավոր դերասաններ, գոնե են 27-ը կլինեն կիրթ հանդիսատես։ Հիմա այս տարի համենայն դեպս մենք գիտենք, որ 100-ից ավել մասնակիցներ են ձեզ միացել, բնականաբար յուրաքանչյուրը յուրովի կընկալի ձեր նախաձեռնության կարևորությունը, իր գիտելիքներով, իր ձեռք բերած հմտություններով, եւ արդյոք մենք այս 100-ից օրինակ կարողանում ենք մյուս տարվա համար ձևավորենք թիմ, որպեսզի հենց մասնակիցներից դառնան ձեր թիմի անդամները եւ արդեն իրենք առաջարկեն որոշակի հետաքրքիր մտքեր եւ իրենք աշխատեն արդեն տեղացի բնակիչների հետ։ Մեր ձեռագործության մասնակետը հենց այդ ձևով է առաջ եկել, սկզբում ինքը ուղղակի ուսանող է եղել մեր մոտ, իսկ հետո արդեն հասկացել ենք, որ շատ է հմտանում ասեղնագործության եւ ձեռագործության մեջ, առաջարկել ենք իրեն որպես մասնակետ ու սիրով համաձայնել է, մինչեւ հիմա աշխատում ենք իր հետ ու լինում են էլի, որ սանից տեղափոխվեն կամ դասընթացավար կամ ղեկավար ունենք նման դեպքեր։ Անցնում են այդ ճանապարհը։ Այո, իսկ արդյոք տարվում է աշխատանք նաև կամավորների հետ, հետաքրքիր է, եթե կան մարդիկ, որոնք կուզեն միանալ հիմնադրամին կամ որևէ հիմնադրամի ծրագրին եւ աջակցել լինելով հենց կամավոր նախագծի, արդյոք դա հնարավոր է եւ ինչպես։ Այո, իհարկե հնարավոր է, սովորաբար քանի որ ունենք ուսանողների մեծ թիվ տարվա ընթացքում, հենց իրենց էլ ներգրավում ենք նախագծերում, բայց միշտ բաց ենք համագործակցության համար, ունենք 50-ից ավել գործընկերներ, որոնց մի մասը արտիստներ են, մի մասը կազմակերպություններ են մեզ նման, եւ առաջիկա միջոցառմանը հենց այդ ֆորմատն ենք վերցրել, միայն մենք չենք ներկայանալու, արևը ելելը չի լինելու են արդեն հաստատել են մասնակցություն 15 կրթամշակութային կազմակերպություններ, որոնք որ կգան, կներկայացնեն, թե իրենք ինչ լուծումներ են առաջարկում մարզերում, գյուղերում այդ կրթական խնդիրները լուծելու համար եւ կունենանք պանելային երկու քննարկում, մեկը կլինի արվեստի ու մշակույթի կրթության կարևորությունը մարդու, հա, թե երեխաների, թե մեծահասակների համար եւ երկրորդ պանելում կքննարկվի հասանելիության խնդիրը, թե ինչ լոգիստիկ, մասնագիտական, ֆինանսական դժվարություններ կան, որպեսզի մենք կարողանանք այդ ամբողջ ծավալում Հայաստանի բոլոր համայնքներում եւ գյուղերում որակյալ կրթություն ապահովել եւ այս իմաստով կամավորները եւ բոլոր մարդիկ, ովքեր պատրաստ են էներգիայի գիտելիք եւ փորձ ներդնել այդտեղ, շատ լավ ճամփի ընկեր են, այսպես ասած, եւ բոլորին հրավիրում ենք այդ օրը այդ խնդիրների շուրջ միասին մտագրոհելու, պետություն, հասարակություն, հասարակական կազմակերպություններ կապը ավելի առողջացնելու, ավելի արդյունավետ դարձնելու, քանի որ հենց մեր կարծիքով եւ փորձի բերմամբ եկել ենք դրան, որ պետություն հասարակական սեկտոր համագործակցությունը ամենաարդյունավետ ձևով կարող է լուծել այս խնդիրները։ Եվ շատ կարճ անդրադարձ ու գնանք դեպի ամփոփում, 3 տարի շարունակ մենք խաչիկում ենք եւ որոշակի հաջողություններ ունենք արդեն գրանցած, դեռ մնալու ենք խաչիկում, թե ամեն դեպքում ապագայում կան ծրագրեր հետազոտություններից ելնելով գուցե տեղափոխվեք այլ մարզ եւ ծավալեք ձեր գործունեությունը։ Իհարկե ծրագրեր կան տեղափոխվելու նաև, մենք խաչիկից իսպար դուրս չենք գալիս, սա մի հետաքրքիր հակառակ նոր փուլի ենք անցնում, որտեղ մենք վերցնում ենք մոդերատորի դերը եւ համայնքին տեղացի մասնագետներն ենք թողնում ամբողջական կառավարումը։ Ինչքան կտևի այս փուլը, հիմա կդժվարանամ կանխատեսել, այս պահին կարող եմ ասել, որ մենք շատ որակյալ կառավարչական եւ մասնակցային իրավիճակ ունենք, մենք միայն այս բան խորհրդատվություն, նոր բովանդակություն, կրթական հիմքում կարճ ասեմ, ընկած է նախագծահեն կրթությունը, այսինքն սաները սովորում են ինչ որ գործեր ստեղծելով, իրենք ինչ որ նախագիծ են իրականացնում իրենց կրթության ընթացքում եւ սա լավ հնարավորություն է տալիս միշտ մոտիվացնել, որովհետև սա խնդիրներից մեկ է, մարդը եկավ 1-2 ամիս, ինչ-որ բաներ սովորեց, հետո ձանձրանում է, այլևս չի զբաղվում, եւ որպեսզի միշտ այդ մոտիվացիան բարձր պահվի, մենք միշտ նոր նախագծեր ենք առաջարկում։ Հիմա կառուցում ենք սա, հիմա անում ենք այս նախագիծը։
Ես այստեղ ակամայից հիշեցի հրաշալի մի միտք, որտեղ ասվում է ինչ որ գլոբալ բան փոխելու համար պիտի սկսես ինքդ քեզնից ու իսկապես հաճելի է, որ հնարավորություն ունենք ոչ միայն բացահայտելու մեր Հայաստան աշխարհը, այլև Խաչիկում բնակիչները, ապրողները հենց իրենց բացահայտել իրենց ամենակարևոր բանը, ամենակարևորը հենց իրենք, որտեվ անընդհատ ներկայությունը ապահովելը մի կողմից անիմաստ է, մյուս կողմից լավ արդյունքի չի բերում, այսինքն եթե մարդիկ տեղացիները իրենք վերաբերմունքը փոխում են իրենք սկսում են գնահատել, հասկանալ կարևորությունը, սա ամենաառողջ լուծումն է խնդրի համար։ Նաև կարճ ասեմ, որ սկսել ենք աշխատել Եղեգիս համայնքի հետ, ի ուրախություն մեզ համայնքի նախաձեռնությամբ եւ մինչեւ տարեվերջ արդեն կունենանք լիարժեք գործող կավագործության խումբը ու մյուս տարվա ընթացքում կփորձենք համալրել բոլոր բաղադրիչները երկ, պար, ձեռագործություն, կավագործություն, ժամանց եւ այլն։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն եւ վստահ ենք, որ դեռ հնարավորություն կունենանք տաղավարում եւս մեկ անգամ ձեզ հյուրընկալել եւ խոսել արդեն այդ ծրագրերի մասին։